Լոգոն դեպի ինչ։ Մի քիչ ներքև էլի, բայց Եթերին ժամը 16-ի դրությամբ ինչ է արձանագրել, քանիսն են գործակալներից դուրս են մնացել, ովքեր են դիմել եւ ինչ պատճառներով։ Ժամը 16:00-ի դրությամբ մենք տրամադրել ենք 51 տեղեկանք, այս տեղեկանքները այսօրվա դրությամբ ձևավորված լրացուցիչ ընտրական ցուցակներում ընդգրկվելու մասին են, այսինքն բոլոր նրանց համար են նախատեսված, ովքեր ունեն ընտրելու իրավունք եւ այդ իրավունքը իրացնելու նպատակով, քանի որ ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել նախապես ձևավորված ընտրական ցուցակներից, հիմա այս տեղեկանքի միջոցով ուրեմն ներգրավում են լրացուցիչ ընտրական ցուցակներում։ Բացի դրանից մենք ունենք ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ եւ ոչ միայն քաղաքացիներ, նաև այլ իրավական կարգավիճակ ունեցող անձինք, ում փաստաթղթի ժամկետը լրացած է։ Մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասով մենք տրամադրել ենք 45 տեղեկանք, սա 9 ձևի տեղեկանք է կոչվում, երբ մենք տրամադրում ենք փոխարինող փաստաթուղթ, որպեսզի անձնագրի փոխարեն, անձնագրի փոխանակման դիմումը վերցնում ենք, այս փոխարինող փաստաթղթով է անձը մոտենում եւ իրացնում իր ընտրելու իրավունքը։ Բացի դրանից, իհարկե, խորհրդատվական բնույթի ծառայություններ ենք մատուցում, շատերը մոտենում են եւ անակնկալի գալով, որ իրենց տան հասցեում հայտնաբերել են այս կամ այն անուն ազգանունով անձի, որը իրենց ծանոթ չէ, խնդրում են հեռացնել հաշվառումից կամ պարզաբանում են խնդրում եւ այդ տեսակ ուրեմն խորհրդատվական ծառայություններ ենք մատուցել, նման 52 այց ենք սպասարկել, մինչև 10-ի հասնող այսպիսի այցելություններ ունեցել ենք մեր այսօրվա շրջիկ գրասենյակում, որ կրկին տեղակայված է համայնքում, որ սպասարկենք նաեւ համայնքի մյուս հատվածում գտնվող բնակիչներին, չստիպելով նրանց հասնել անձնագրային ծառայություն։ Իսկ ինչ կասեք այն մասով, որ նույնիսկ մահացած մարդկանց, անուններն են ընտրացուցակներում հայտնվել, այդ մասով քանի դեպք եք արձանագրել։ Քաղաքացիները չգիտեն ինչ անել, ինչու է այդպես լինում, որ մահացածները հայտնվում են իրենց տանը գրանցված։ Տեսեք, մենք բազմաթիվ անգամներ այս իրավիճակը լուսաբանում ենք, պարզաբանում ենք, իհարկե չենք զլանում ամեն անգամ կրկնելու, որ մահացած անձի տվյալները դուրս են բերվում բնակչության պետական ռեգիստրից եւ համապատասխանաբար նաեւ ընտրողների ցուցակներից, երբ որ լիազոր պետական մարմինը ունենում է ինֆորմացիա, որ անձը մահացած է։ Սա բնականաբար ինչ-որ գործողություն է ենթադրում, որ այդ ինֆորմացիան փոխանցվի տվյալ դեպքում միգրացիա եւ քաղաքացիական ծառայություն։ Փոխանցվում է արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակից։ Եթե այդ ինֆորմացիան ԶԱԳՍ-ը ժողովրդի կենցաղային լեզվով ասած չի ունենում եւ մեզ չի փոխանցում, անձը դուրս չի բերվում ցուցակից, որ դեպքերում է նման իրավիճակ ստեղծվում, երբ ոլորտի լիազոր մարմինը չունի գրանցված մահվան մասին ինֆորմացիա, երբ մահը գրանցվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, հուղարկավորությունը կատարվում է սահմաններից դուրս կամ նույնիսկ անկախ այդ հանգամանքից, երբ Հայաստանի Հանրապետությունում հարազատները ձեռք չեն բերում մահվան վկայական։ Այդ պարագայում անձը մնում է այնքան, մինչև ընտանիքի անդամը կամ որևէ հարազատը Սովորաբար դա լինում է ժառանգության համատեքստում, երբ ժառանգության հարցերով են ընտանիքի անդամները զբաղվում, այդ ինֆորմացիան հայտնի են դարձնում լիազոր մարմնին։ Ես նշեմ, որ հենց այս նպատակով նաև նախարարի հրամանով, ներքին գործերի նախարարի հրամանով համայնքային ոստիկանները տևական ժամանակ մինչև ընտրությունները շրջում են հասցեներով նման դեպքերը բացահայտելու, համապատասխան արձանագրություններ կազմելու համար, բայց իհարկե 100%-անոց արդյունք հնարավոր չի լինում ապահովել, որովհետև ձեռքով աշխատանք է, ավտոմատացված չէ, եւ բացի դրանից կրկին անգամ շեշտադրեմ, որ մենք ընտրությունների նշանակման օրվանը նախորդող 40-րդ օրը հրապարակում ենք նախնական ցուցակները, այնուհետև որոշակի ժամանակահատված առաջ տվյալ պարագայում նոյեմբերի 9-ին Կիրակի օրը հրապարակվել են վերջնական ցուցակները եւ այս իրազեկման ու հրապարակման աշխատանքների իմաստը հենց դա է դուրս բերել անճշտությունները ցուցակներից։ Տեսեք, երեք Facebook-յան օգտատեր Հարություն Խաչիկյանը գրառում է արել ու նաև ներքին գործերի նախարարության ու ընտրական հանձնաժողովին նշել, որ իրենց տան հասեյում 9 հավելյալ անձ է գրանցվել, որոնց ընդհանրապես չի ճանաչում։ Այդ մարդիկ նույն ազգանուններով են, նույն հայրանուններով։ Մարդը ազանգ է հնչեցնում, որ տեսեք մեր տան վրա անհայտ մարդիկ են գրանցվել։ Օրինակ ներքին գործերի նախարարությունը ձեր մասով նախ դուք պատասխանեք, ինչ է անում այս պահին, որովհետև մենք գիտենք, որ տան վրա գրանցվել, այսպես մի վայրկյանի գործ չի։ Մարդն նախ տանտիրոջ համաձայնությունը պետք է լինի։ Այս մարդն ասում է, որ մենք չենք ճանաչում առհասարակ ովքեր են։
Այ գնացել եք այդ մարդկանց հետևից, թե ոնց եք հայտնվել դուք այդ մարդկանց տանը։ Մարդկանց չէ, բայց ինֆորմացիայի հետևից իհարկե գնացել ենք եւ իհարկե բոլոր համարժեք ստուգումները արվում են ցանկացած ահազանգի հետքերով, ավելին 3 է նման այդ ձեր վկայակոչած հրապարակումը տեղի ունեցել հենց 3 շատ կարճ ժամանակ անց բարձաբանում ենք հրապարակել եւ ելի կային այսօր նմանօրինակ դեպքեր։ Ինչպես է կատարվում հաշվառումը։ Նախ այս դեպքով նշեմ, որ վկայակոչված մինչև 10, ոչ ավելին։ Ձեր վկայակոչած դեպքով այդ հաշվառումները կատարվել են դեռևս 90-ական թվականներին, միայն մեկն էր, որ 21 թվականին էր կատարվել, այսինքն նույնիսկ այդ վերջին հաշվառման պարագայում դժվար է վերագրել, որ սա հատուկ կեղծիք է, որ ընտրողների ցուցակում անձինք հայտնվեն եւ այլն։ Հիմա ես պետք է պարզաբանեմ ինչպես է աշխատում մեր հաշվառման ինստիտուտը, որ ծածկեմ միանգամից այդ բոլոր դեպքերը։ Երկու ընթացակարգ կա՝ մշտական եւ փաստացի բնակություն։ Ըստ էության հանրության ակնկալիքներն է, որ ընտրում են բոլոր նրանք, ովքեր այս պահին ապրում են այս համայնքում, դա այդպես չի։ Մենք ուրեմն ոչ նման մեխանիզմով աշխատող բնակչության ռեգիստր ունենք, ոչ էլ ընտրական կարգ։ Ուրեմն կարգը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 6 ամիս եւ ավելի հաշվառում ունեն տվյալ համայնքում եւ լրացած է անձի 18 տարին, այդ պարագայում են ձեռք բերում ընտրելու իրավունք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող բոլոր նրանք կլինեն փախստականներ, օտարերկրացիներ, ովքեր ձեռք են բերում ընտրելու իրավունք, նշանակում է 1 տարի եւ ավելի ժամկետով հաշվառում են ունեցել այս համայնքում եւ լրացած է անձի 18 տարին։ Հիմա հաշվառման կարգը փաստացի հաշվառումը նշանակում է անձը հայտարարում է, որ ապրում է այս կամ այն հասցեով, համայնքային ոստիկանը ստուգում է, արձանագրում է, հաշվառումը տեղի ունենում։ Հիմա դուք պատկերացրեք 90-ականներին, դիցուկ 97 թվականին այդ process-ը տեղի ունեցել։ Ոստիկանը ստուգել է, հաշվառել է եւ այլևս երբեք սեփականատերը դիմում չի ներկայացրել, որ այս անձը չի ապրում այլևս այս հասցեում, խնդրում ենք դուրս գրել հաշվառումից։ Բնական է նա մնում է։ Ավելի լայն տարածված օրինակը հետևյալն է, երբ տունը վաճառվում է եւ նախկին սեփականատերերը շարունակում են գրանցված մնալ։ Այսպիսի օրինակներ շատ ենք ունենում։ Ձեր նշած այսօրվա, այսինքն իմ վկայակոչած դուք հարցրիք, քանի նման օրինակ ահազանգ եք ստացել, ես նշեցի մինչև 10-ը, գերակշիռ մեծամասնությունը նախկին սեփականատերերն էին եւ ոչ մի դեպք չենք ունեցել, երբ այս տարի կատարված որևէ հաշվառում լինի եւ նման տարօրինակ իրավիճակ լինի, որ չենք ճանաչում ինչպես է հաշվառվել։ Դրանք շատ հին դեպքեր են լինում եւ հիմքերը հանում են, երբեմն այնքան հին են, որ հիմքերն էլ ոչնչացված են համապատասխան իրավական ակտերով եւ ուրեմն պարզաբանում ենք կարգը պարզապես։ Իսկ առավոտից մինչև 14:00-ի պահը քանի խախտման դեպքի մասին են ձեզ հայտնել, քանի հաղորդում է ներկայացվել։ Ինչի խախտման։ Տեսեք, մեզ ներկայացնում են ընտրական ցուցակների հետ կապված դեպքերը, անձինք մոտենում են եւ ես արդեն թվերը նշեցի, երբ որ նշում եմ, որ մի քանի տասնյակ ուրեմն տեղեկանք ենք տրամադրել, որպեսզի անձինք չլինելով ընտրական ցուցակներում հայտնվեն լրացուցիչ ցուցակում եւ իրացնեն իրենց ընտրելու իրավունքը, նշանակում է կարող է նշանակել դիցուք հետեւյալ իրավիճակը, որ նախնական ցուցակների հրապարակման պահին կամ նույնիսկ վերջնական ցուցակների հրապարակման պահին անձի 18 տարին լրացած չի եղել։ Եվ հիմա նոր է լրանում այս հաշված օրերի ընթացքում եւ հիմա ենք տրամադրում տեղեկանք, որպեսզի մասնակցի։ Նման օրինակ դեպքեր են, միայն մեկ ահազանգի հետքերով է կարիք առաջացել հատուկ ուսումնասիրություն սկսելու, անձը հրաժարվել է բողոք ներկայացնել, այնուամենայնիվ ահազանգը ստացվել է զանգի միջոցով, զանգի արձանագրության հիման վրա մենք ուսումնասիրությունը կսկսենք։ Տիկին Դավթյան, քանի փախստական է իրավունք ունի այս համայնքում եւ օտարերկրացիները քանիսն են։ Ընդհանուր, ինչպես գիտեք, 69866 անձ ընտրելու իրավունք ունի, փախստականները 60-ն են, այստեղ հաշված չեն ժամանակավոր պաշտպանություն ունեցող մեր հայրենակիցները տեղահանված Ղարաբաղից, նրանց թիվը առանձին ներկայացնեմ, իրենք 2205-ն են, հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, որը 10 տարով Հայաստանում լեգալ հիմքերով բնակվում են, ընդամենը 14-ն են, 573 օտարերկրացիներ են, մեր գրասենյակում էլ մի քանի անգամ ես ինքս ականատես եղա, որ բնակիչները բողոքում են, որ դիցուք Հնդկաստանի քաղաքացին ընտրելու իրավունք ունի, իրենք ոչ, ինչ հանգամանքներով, այդ հանգամանքներից էին օրինակ, որ սեփականատերը հաշվառումից հանել է եւ անձը զրկվել է ընտրելու իրավունքից։ Ես նշում եմ, որ այնպես է ստացվել, որ այս անգամ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացի չունենք։ 573 օտարերկրացիներից 532-ը հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, 16-ը Վրաստանի, ունենք նաեւ Իրան եւ Ուկրաինա, որոնց թիվը 10-ից փոքր է։ Տիկին Դավթյան, մենք օրինակ գտնվում ենք նոր
14/17 ընտրատեղամասում այնտեղ բազմաթիվ խախտումներ տեսանք 30 րոպեվա ընթացքում, օրինակ մարդիկ իրենց կտրոններն էին ճովում եւ այլն, եւ նախագահը ասաց, որ դա հնարավոր է խնդիր առաջանա, հետո ասաց խնդիր չի առաջանա։ Մեզ կբացատրեք ի վերջո օրինակ հաշվարկի ժամանակ, եթե այդ երկու քաղաքացին իրենց կտրոնները պատրել եւ թափել են։ Ինչ է։ Շատ լավ։ Ես իհարկե ձեր հարցին ուղիղ չեմ պատասխանի, որովհետեւ ճիշտ հասցեատերը չեմ, ըստ էության կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ոստիկանության մեր գոլեգաներին ձեր հարցը պետք է ուղղեք, բայց օգտվելով առիթից այստեղ ցանկանում եմ նշել, որ երբ որ այս կամ այն հանգամանքներում հայտնաբերվում է անճշտություն ընտրական ցուցակներում, ընտրողների ցուցակներում, ակնկալիքը կամ ընկալումը ի սկզբանե այն է, որ ընտրակեղծիք է հայտնաբերվել։ Դա այդպես չի, հարգելիներ, ես ցանկանում եմ անպայման արձանագրել, որ ընտրացուցակը ընդհանրապես գործիք է պատշաճ ընտրություն ձևավորելու, կազմակերպելու համար։ Եվ ուրեմն ավելի թափանցիկ աշխատելու ձև ուղղակի գոյություն չունի աշխարհում, երբ մենք բաց հրապարակային, ինչպես տարիներ շարունակ այս կարգը գործում է, ընտրողների ցուցակները օրեր, մեկ ամսից ավելի երկար ժամանակատված առաջ հրապարակվում են, նաև տպագիր փակցվում են ուրեմն ընտրատեղամասերի պատերին եւ այսինքն այստեղ հենց սա արվում է նրա համար, որպեսզի մարդիկ արձանագրեն անճշտությունները, մոտենան չի կարող լինել օրինակ ցուցակում անձ, որը ունի ընտրելու իրավունք, դիցուկ մահացած անձի մասին է խոսք օրինակ, սա ինչպես է ազդում ընտրությունների արդյունքների վրա, ընտրելու իրավունքը իրացնելու պահին է գեներացվում ընտրակեղծիքը, ընտրացուցակներում գոյություն ունեցող անճշտությունները ընտրակեղծիքների մասին չեն, ասելիքս սա է։ Տիկին Դավթյան, նախորդ դիմընտրությունների հետ համեմատ ընտրելու իրավունքը վերականգնողների թիվը որքանով է տարբերվում այս պահին։ Ընտրելու իրավունքի վերականգնում արտահայտությունը եւս հարաբերական է, ես նշեմ, որ ընտրելու իրավունք ունեցողների թիվը ամեն օր փոխվում է։ Նկատում եմ տեղական վերցնողների, այսպես ասենք։ Չունեմ ձեռքից տակ այս պահին թվեր, բայց դա օգտվելով առիթից պարզաբանեմ, որ շատ հաճախ են մեզ հարցնում, օրինակ լրագրողը հարցում է ուղարկում, պարզելու համար այս կամ այն օրվա դրությամբ ընտրողների թիվը ինչքան է կազմում այս կամ այն տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում։ Նման թիվ հնարավոր չէ գեներացնել։ Նկատում եմ, ովքեր 16-ի դրությամբ դուք թիվ նշեցիք, ովքեր դիմել են տեղեկանքի համար։ Ժամը 16:00, այն։ Դիմընտրություններին, եթե ունեք այդպիսի։ Չէ, հիմա ձեռքից տակ չունեմ, բայց համադրելի թիվ է լինելու, այսինքն մենք սովորաբար այսպես ենք հաշվում, նայում ենք բոլոր այն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, ում անձնագրի ժամկետը լրացած է, տվյալ պարագայում այդ թիվը չէր հասնում 500-ի։ Մեր մտքում ունենք մոտավոր հաշվարկ, որ մոտ 10-ից 20%-ն են ներկայանալու տեղեկանք վերցնելու համար, տվյալ պարագայում 9-րդ ձևի տեղեկանք վերցնելու համար, որպեսզի ընտրություններին մասնակցեն։ Տիկին Դավթյան, քիչ առաջ Գոհար Մելոյանը, որ դիտորդական առաջնություն է իրականացնում ընտրատեղամասում, արձանագրել է եւ մեզ փոխանցեց, որ 10-ից ավելի քաղաքացի իրենց հայտնել է, որ իրենց բնակարաններում, իրենց հասցեներում իրենց համար օտար մարդիկ են գրանցված, այսպիսի դեպքերի վերաբերյալ դուք ինչ ունեք ասելու։ Արդեն ասել եմ, Վահե ջան, դուք ուշ միացաք, բայց իհարկե նորից կկրկնեմ, հետեւյալն է իրավիճակը, դա պայմանավորված է մեր հաշվառման կարգով։ Երբ որ անձը հաշվառվում է պատշաճ վարչարության հիման վրա, դա կարող է լինել սեփականության իրավունք ունեցող անձի, այսինքն սեփականատիրոջ կամ սեփականատերերի համաձայնությամբ, կարող է լինել փաստացի բնակության հիմքով։ Այդ հաշվառումը այլևս ընդմիշտ մնում է իր տեղում, քանի դեռ հաշվառումից հանելու կամ հաշվառումից դուրս գալու վերաբերյալ դիմում չենք ստանում։ Այսինքն դիցուկ այսօր ունեցել ենք իրավիճակ 97 թվականին 20 հոգի հաշվառվել են շատ պատշաճ վարչարության հիման վրա X հասցեում եւ այլևս սեփականատերը այդ օրվանից ի վեր մեզ դիմում չի ներկայացրել, որ այս մարդիկ այլևս իմ տանը չեն ապրում, խնդրում եմ հանեք հաշվառումից։ Տվյալ մարդիկ էլ դիմում չեն ներկայացրել, որ մենք այլևս այս նոր հասցեում ենք։ Իրականում մեր գործող իրավակարգավորումը նախատեսում է, որ 7 օրվա ընթացքում բնակության վայրը փոխած քաղաքացին պարտավորություն ունի լիազոր մարմնին տեղյակ պահելու եւ հաշվառումը փոխելու։ Բայց սա կենսունակ կարգավորում չէ։ Նոր դեպքեր կան 97 թվականը ամենաթարմ դեպքը եղել է 21 թվականի այսօրվա հազանգի հետքերով պատրված Մենք այդ ընտրացուցակները, դե այդ տունը իրենցից առաջ պատկանել է մեկ այլ սեփականատիրոջ կամ դիցուկ վարձով է տրվել։ Մի այսպիսի իրավիճակ էլ են։ Այո, իհարկե։ Սրանք խախտում համարվում են թե՞ Իհարկե
Ոչ, ամեն ինչ շատ պատշաճ վարչարությամբ եւ իրավակարգավորներին հատուկ։ Արցախցիների մասով պետք է դրություն ասել, նորից կրկնեք, ովքեր իրավունք ունեն ընտրելու, ովքեր ոչ, ռեզիդենտ քաղաքացիները կարող են, ոչ ռեզիդենտները։ Շատ լավ, դա էլ եմ նշել հիմա նույնիսկ կնշեմ, միայն բացի այդ մինչ այդ մի լրացում անեմ ի պատասխան նախորդ հարցի, եւ ունեցել ենք մի այսպես իրավիճակ, երբ անչափահաս անձանց հաշվառումով է զարմացած եղել սեփականատերը, ես նշեմ, որ անչափահասը գրանցվում է ծնողներից մեկի հասցեով եւ սրա համար դիմում անհրաժեշտ չէ, այսինքն սեփականատերը համաձայնությունը տալիս է ծնողի համար, բայց ուրեմն մեխանիկորեն նաեւ անչափահասներն են գրանցվում այդ հասցեով։ Ինչ վերաբերում է ոչ քաղաքացի, ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց, ապա 1 տարվա հաշվառում է պահանջվում ընտրելու իրավունք ձեռք բերելու համար եւ 18 տարին դրացած լինելու պահանջ է գործում։ 6 ամիսը չէ, 1 տարի։ 6 ամիսը միայն քաղաքացիներին է վերաբերում։ Արցախցիների մասով ունեք վիճակը։ Եթե Արցախցին ուրեմն ձեռք է բերել քաղաքացիություն, ապա 6 ամսվա կարգավորումն է գործում, եթե ոչ ունի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, դա նույնն է թե փախստականի կարգավիճակ, 1 տարվա պահանջն է գործում։ Իսկ առնվազն ներողություն 6 ամիս առաջ պետք է քաղաքացիություն ձեռք բերել, որ այսօր կարողանան ընտրել։ Եթե փաստաթղթավորված է պատշաճ եւ հաստիափոխություն չի եղել, այսինքն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցած ժամանակ եւս այս համայնքում է հաշվառված եղել, ապա մենք հաշվում ենք այդ ժամանակահատվածը, եթե փաստաթուղթ չի լինում, այդ կապը խզվում է։ Տեսեք, ենթադրենք 6 ամիս առաջ քաղաքացիությունն ա ձեռք բերել, բայց 7 ամիս առաջ, բայց վերջին 1 ամսում ինքը ոչ թե մշտական հաշվառում ունի, այլ փաստացի է, դեպքում կարող են ասել։ Կա տարբերություն չկա մշտականն ու փաստացին կարող է նաև համարվել։ Երկուսն էլ հավասարազոր ընտրելու իրավունք են ձևավորում։ Տիկին դարձան մեկ հարցեր, եթե օրինակ բնակարանը նոր են վաճառել, այդպիսի դեպք էլ տեսանք, ասում են նախորդ սեփականատերերը նույնպես գրանցված են իրենց հասցեում, հա, իրանք էլ են գրանցված, այդ դեպքում նորից պետք է դիմեն ներքին գործերի նախարարությունը։ Իհարկե, սեփականատերը նախորդը թե ապագան մնում են հաշվառված այնքան ժամանակ, մինչև դիմում չեն ներկայացնում։ Մենք ավտոմատ ոչ արքուվաճառքի հիման վրա ենք փոփոխություն անում, ոչ ցանկությունների, ոչ էլ նույնիսկ փաստացի բնակության։ Այսինքն սա մեր մեխանիզմները, օրինակ, դիցուկ, այնպես չեն ծրագրավորված, որ մենք մարդկանց գեոլոկացիան ստուգում ենք ու հաշվառում ենք իրականացնում։ Մենք դիմումների հիման վրա ենք հաշվառում իրականացնում։ Իսկ ներողություն եղել է, որ ընտրատեղամասերից կեղծ աղազանք է ստանալ, եւ եթե եղել է քանիսն է։ Եթե դուք այս դեպքերը, որոնք ես բարձրաբանում եմ, համարում եք կեղծ ահազանգ, ապա այո, նշեցի մինչև 10-ն նկատի ունեմ, երբ անձը ասում է ընտրակեղծիք է տեղի ունեցել, բայց խոսքը բնականon հաշվառման մասին է, եթե սա համարենք կեղծ ահազանգ, ապա այո, մի քանիսը եղել են, բայց ընդհանուր առմամբ լուրջ պրոբլեմատիկ կոնֆլիկտային իրավիճակ չենք ունեցել։ Ընդհանուր բարձրաբանման ենթակա իրավիճակներ։ Միլեն։ Ինչ Դուղել է բանը, գաղթավոր կադր է հրավոստիկանությունից, բանից, քանի։